Գիտեք, մեզ մոտ վերջի բաժինը, աղոթքի բաժինն է, միաբանվում ենք միասին, աղոթում ենք մեր քույրերի եղբայրների հոգսերի համար, գրված հոգսերի համար եւ նաեւ այստեղ ներկա գտնվողներիս հոգսերի, կարիքների, բժշկության համար։ Եկեք միաբանվենք աղոթքով, խնդրենք Տիրոջը Մարինեի ընտանիքի համար, ընտանիքի ապաշխարության համար, Ժորայի բժշկության համար, Էմանուելի համար, Արմենի բժշկության համար եւ էլի բավականին խնդրանքներ կան, որ ընտանիքն է քանդման եզրին, աղոթենք, որ Տիրոջ բժշկությունը լինի, Տիրոջ միջամտությունը լինի, ողորմությունը լինի, բայց մինչ աղոթքը մի բանով եմ ուզում կիսվել ձեզ հետ, այսօր մի մարդ ինձ հարցնում էր, թե որն է գաղտնիքը, որ ես ծխախոտ չեմ օգտագործում, եւ իրեն պատասխանեցի գաղտնիքը չգիտեմ, բայց գիտեմ մեկին, ով ազատեց ինձ դրանից։ Ես չգիտեմ, թե ինչպես է դա լինում, որ 10 տարից ավել կախված ես լինում մի բանից, բայց գիտեմ մեկին, ով կարող է ազատել քեզ դրանից։ Ես չգիտեմ ոնց է լինում, որ մարդ անբուժելի հիվանդ է լինում, բայց գիտեմ մեկին, ով կարող է դա բժշկել։ Ես չգիտեմ ինչպես է լինում, որ այո 38 տարվա անդամալույծը 30 տարի հիվանդության մեջ է լինում, բայց գիտեմ մեկին, ով կարողացավ իրեն բժշկել։ Ես չգիտեմ գաղտնիքը, ես չգիտեմ դա ինչպես է լինում, որ 12 տարվա արունահասող կինը 12 տարի տառապում է, բայց գիտեմ մեկին, ում հպվեց եւ բժշկություն ստացավ։ Սիրելի քույրս, եղբայրս, Հիսուս է իր անունը։ Աշխարհին չկա տրված մեկ ուրիշ անուն, որ կարող է ինձ ու քեզ ազատել։ Եվ ես գիտեմ մեկին, որ երբ մեղավոր էի, երբ ընկած էի, երբ տկար էի, կանչեցի իրեն։ Եվ ինքը չարհամարեց ինձ, ինքը չթողեց ինձ։ Ես գիտեմ մեկին, որի անունն է Հիսուս, ով քո սխալը չի բերի քո առջև, ով քո սխալը քո երեսով չի տա, այլ կբարձրացնի քեզ, կօգնի քեզ, կազատի քեզ։ Եթե անգամ ոչ ոք, ոչ մեկ չի ուզում քեզ օգնել, եթե ամենը հրաժարվում են քեզ օգնելուց, կա մեկ ով պատրաստ է միշտ քեզ օգնելու, եթե կանչես իր անունը, եթե խնդրես իրեն, ասես Տեր իմ Հիսուս, խնդրում եմ օգնիր ինձ, խնդրում եմ ազատիր ինձ, ես չգիտեմ դա ինչպես տեղի կունենա, ես չգիտեմ դա ինչպես է տեղի ունենում, որ վերջին ստադիայի քաղցկեղ ունեցող մարդը բժշկվում է, ես չգիտեմ դա ինչպես է տեղի ունենում, որ կապանքների մեջ բռնված տարիներով խաղամոլը ազատագրվում է, թմրամոլը ազատագրվում է, ես չգիտեմ դա ինչպես է տեղի ունենում, բայց գիտեմ մեկին, ով զորություն ունի դա անելու, եւ իր անունը Տեր Հիսուս է, իր անունը Քրիստոս է, որը եկավ ինձ ու քեզ համար, խաչվեց եւ հարություն առավ, որ մենք մեր մեղքերից ազատ լինենք, ում ձեռքերից իմ ու քո բժշկությունն է գալիս։ Ես գիտեմ այն անունը, որ եթե այսօր ընտանիքդ քանդման եզրին է, կա մեկը, ով կարող է բժշկություն բերել քո ընտանիք, դա միայն եւ միայն Հիսուսն է, ով կգա իր խաղաղությունով, ով կգա իր բժշկությունով եւ հանդարտությամբ կլցնի քո ընտանիքը։ Ես չգիտեմ դա ինչպես է տեղի ունենում, որ անպտուղ արգանդը պտղաբեր է դառնում եւ գիտեմ այն անունը, որ դա կարող է անել։ Անհուսության մեջ մի մնա, Տեր Հիսուսն եկա, որ մենք հույսով լցվենք, Տեր Հիսուսն եկա, որ մենք բժշկություն ունենանք, որ մենք ազատագրություն ունենանք,
Եվ այսօր կանչիր Տեր Հիսուսին, ասա Տեր իմ Հիսուս, խնդրում եմ, բժշկիր ինձ, ազատիր ինձ իմ ցավերից։ Դու այն միակն ես, որ կարող ես դա անել։ Ես հավատում եմ քեզ եւ քեզանից եկող զորությանը։ Տեր իմ Աստված, շնորհակալ ենք ամեն բանի համար, Տեր։ Տեր ահա քո առջևը տենք, Տեր իմ Հիսուս, եւ այո, Տեր, մեր սպասելիքը քեզանից է։ Մենք չունենք այլ տեղ գնալու, Տեր իմ Աստված։ Քո առջևը ենք եկել եւ խոնարհվում ենք քո մեծության առաջ, Տեր։ Եվ խնդրում ենք, որ բժշկես մեզ, Տեր իմ Աստված։ Խնդրում ենք, որ նորոգես մեզ, Տեր։ Խնդրում եմ բարձրացնես տկարներին, Տեր, ընկածներին, Տեր իմ Աստված։ Այո, դու մեր սխալները երեսով չտվեցիր, Տեր իմ Աստված, այլ բարձրացրեցիր մեզ, Տեր։ Մեր մեղքերին թողություն տվեցիր, ներեցիր մեզ, Տեր։ Մաքրեցիր մեզ, Տեր, քո թանկ արյունովը, Տեր իմ Աստված։ Եվ այո, քո ձեռքերից բժշկություն կա մեզ, քո վերքերից բժշկություն կա մեզ, Տեր իմ Աստված։ Եվ այո, քո անվան մեջ ազատագրություն կա, եթե մենակ կամենաս, եթե մենակ ասես, կապյալները ազատ կարձակվեն, Տեր իմ Աստված։ Թող այսօր քո ազատագրությունը գա։ Թող այսօր քո բժշկությունը գա։ Թող ամեն քո անունը կանչողի կյանքում քո խաղաղությունը գա։ Թող նորոգված լինի ամեն քո անուն կանչողը, Տեր։ Թող բժշկված լինի ամեն քո անուն կանչողը, Տեր Հիսուս։ Չունենք մեկ այլ ուրիշ անուն, Տեր, քո անունն ենք կանչում, Տեր։ Քո անունն ենք աղաղակում, Տեր իմ Հիսուս։ Խնդրում ենք ազատես մեզ։ Խնդրում ենք նորոգես մեզ։ Խնդրում եմ այստեղ գրված անունների համար, Տեր իմ Աստված, մեր սպասելիքը քեզանից է, Տեր։ Քո ողորմությունն ենք խնդրում, Տեր, այս մարդկանց կյանքում, Տեր։ Որովհետև եթե չողորմաս, Տեր իմ Աստված, եթե չներես, Տեր իմ Աստված, կկորենք բոլորս, Տեր։ Խնդրում ենք բարեհաճությունը տենք խնդրում, Տեր, ողորմությունը տենք խնդրում, շնորհը տենք խնդրում, Տեր իմ Աստված։ Խնդրում ենք լուսավորես այս մարդկանց միտքը, Տեր, որ չմնան խավարի մեջ, այլ դառնան դեպի քեզ, Տեր իմ Աստված։ Որովհետև քո մեջ է փրկությունը, քեզանով է փրկությունը, դու ես ճանապարհն ու կյանքը, Տեր։ Խնդրում եմ ողորմություն անես, Տեր իմ Աստված։ Խնդրում եմ հիվանդների համար, Տեր, որ բժշկություն անես, Տեր։ Տեր, մենք քո անունն ենք կանչում, Տեր, եթե բժիշկներն անզոր են, եթե բժիշկները հետ են քաշվել, Տեր իմ Աստված, դու այն ժամանակ բժշկում ես եւ այսօր էլ բժշկում ես, Տեր։ Քո բժշկությունն ենք խնդրում այս մարդկանց կյանքերում, Տեր իմ Աստված։ Քո բժշկարար ձեռքն ենք խնդրում այս մարդկանց կյանքերում, Տեր, եւ հավատում ենք, որ մեկ օր, Տեր, կկանգնեն ու կվկայեն, որ դա դու ես, Տեր իմ Աստված, որ քեզանից ստացան իրենց բժշկությունը, Տեր։ Թող հավատքով մոտենան քո շնորհի աթոռին, Տեր, եւ ստանան այն ամեն ինչ, որ պատրաստել ես իրենց համար։ Մեզ իմաստություն տուր, Տեր, որ ուղիղ քայլենք քո առջևը, Տեր իմ Աստված, որ այո ժամանակին ստանանք այն ինչ, որ պատրաստել ես, այն ամեն օրհնությունները, որ պատրաստել ես մեզ համար, Տեր իմ Աստված։ Իմաստություն տուր, որ ուղիղ լինենք քո առջևը, Տեր իմ Աստված։ Ողջ փառքը թող քեզ լինի, Տեր։ Թող մեծարված եւ փառավորված լինի սուրբ անունդ, Տեր։ Խոնարհվում ենք մեծությանդ առաջ, խոնարհվում ենք գահիդ առաջ, Տեր։ Դու Տերն ես, Տերերի թագավորն ես, թագավորների եւ չկա քեզանից մեծ մեկը, Տեր։ Դու ստեղծեցիր ամեն բան, Տեր, եւ տիրում ես ամեն բանի վրա, Տեր իմ Աստված։ Քո ձեռքում է ժամերն ու ժամանակները։ Քո ձեռքում է յուրաքանչյուր մեկի կյանքը, Տեր։ Դու ես կյանք տվողն ու դու ես կյանքն առնողը, Տեր իմ Աստված, եւ մեր կյանքերը բերում ենք քո առջևդ, բերում ենք քո ձեռքերի մեջ, Տեր, եւ ասում ենք դու թագավորիր մեր կյանքերում։ Դու նստիր մեր սրտի գահին, Տեր իմ Աստված, եւ թող քո աստվածային կամքը լինի յուրաքանչյուր մեկի կյանքում, Տեր, թե այստեղ գտնվող եւ թե մեզ հետևող, Տեր։ Եվ մեր ապրած կյանքում է թող միայն եւ միայն քո սուրբ եւ փառավոր անունը փառավորվի։ Ողջ փառքը թող քեզ լինի, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։ Ամեն։ Եկեք ողջ փառքը Տիրոջը բարձրացնենք։ Եվ սիրելի քույրերս, եղբայրներս, վերջում կցանկանամ հիշեցնել, որ ամեն չորեքշաբթի ժամը 18:30-ին հավաքվում ենք այստեղ
Տիրոջից սովորելու, Տիրոջը պաշտելու, Տիրոջը երկրպագելու ամեն շաբաթ օր քաղաք Գյումրիում 12:00-ին հավաքվում ենք Խորենացի 5 հասցեում Տիրոջը պաշտելու, երկրպագելու պաշտամունքի եւ գիտեք Կիրակի օրը 12:00-ին քաղաք Էջմիածնում Տերյան 900 հասցեում հավաքվում ենք Տիրոջը պաշտելու, երկրպագելու Իդեպ ասեմ, շաբաթ օրը, եթե կան մեզ հետևող մեր սիրելի գյումրեցիներից կամ մարդիկ, ովքեր գյումրեցի բարեկամներ ունեն, հարազատներ ունեն, այս շաբաթ պատիվ ունենք հովիվն է մեզ ծառայելու խոսքի բաժնում, հուսով եմ բոլորիդ կտեսնեմ, սիրելի գյումրեցիներ, ովքեր մասնակցում են, ովքեր հետևում են, եկեք միաբանդ, պաշտենք, երկրպագենք մեր Տիրոջը, բարդ Տիրոջ այսօրվա համար, գնանք Տիրոջ խաղաղությունով